Շնորհակալություն հարգելի լրագրողներ, այսօր իմ այստեղ գտնվելու հիմնական նպատակը եւս մեկ անգամ աջակցություն ցույց տալու եւ հայտարարելու արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդին իրենց նախաձեռնությունում։ Ես համարում եմ, որ այս նախաձեռնությունը շատ կարեւոր է մեր հասարակության, իդեմս արցախցիների իրավունքների պաշտպանության տեսակետից։ Պարբերաբար մենք հանդիպումներ ենք ունեցել խորհրդի անդամների հետ, քննարկել ենք մանրամասը իրենց կողմից իրականացվող աշխատանքները, նաև տեղյակ եմ, որ իրենք հանդիպումներ են ունեցել Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչների հետ, իդեմս փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ եւ քննարկել են արցախցիների դժվար իրավիճակը եւ դրանց լուծումները, այդ թվում նաեւ ծրագրերի որոշակի փոփոխությունների անհրաժեշտությունը։ Եվ այսօր խորհուրդը կանգնած է ծանր եւ դժվար որոշում կայացնելու փուլում եւ օրեր անց պետք է իրանք որոշում կայացնեն ինչ ճանապարհով են հետագայում շարժվելու եւ ես քննարկել եմ իրանց հետ տարբերակները եւ նաեւ իմ աջակցությունը հայտնել։ Ինչ տարբերակներ էր առաջարկվել եւ ինչ քննարկումներ հարցերին դուք հիշեցիք, որ կառաջարկեք ներկայացուցչության շենքում աշխատանքը էֆեկտիվ կազմակերպելու համար նաեւ այնտեղ շարունակեն, չի ընկալվի դա որպես զիջում։ Որոշումը վերջնական կայացնելու է խորհուրդը, որպես աջակցություն ես այդ պատրաստակամությունը հայտնել եմ, որպեսզի եթե իրենք կայացնեն որոշում հետագա աշխատանքները գրասենյակային պայմաններում անցկացնելու ունենան նման հնարավորություն։ Հանրահավաք սպասում է, պարոն Շահրամանյան։ Դա երևի խորհրդի ղեկավարները նախաձեռնող խումբը կպատասխանի։ Նախորդ անգամ երբ հայերենի կուսակցության ներկայացուցիչներն են այստեղ, ես հարցրեցի, թե արդյոք ԱԺ խմբակցություններից երկու հանդիմադիր խմբակցությունները հանդիպել են այստեղ, ԿՊ-ից չեն եկել, արդյոք սպասում են ԿՊ-ականներին եւս այստեղ։ Իրենք արցախցիները չբացառեցին, ասացին, որ այո, ակնկալիքում են, որ նաև ԿՊ-ն գա։ Դուք ինչ դիրքորոշում ունեք այս մասով, ԿՊ-ից պետք է մարդկա։ Ես չեմ կարող խորհրդի տեղ որոշում կայացնեմ, ինձ թվում է խորհուրդը դրան կպատասխանի եւ իրենք բաց են բոլոր քննարկումների համար։ Դուք առաջադրվելու եք հաջորդ անգամ։ Այս պահին նման որոշում չկա, առաջիկայում մեր դիրքորոշումը կախված է մեր քաղաքական ուժերի դիրքորոշումից, մեր հասարակության դիրքորոշումից եւ մենք հաշվի ենք առնելու այդ բոլորի կարծիքները եւ կայացնելու։ Պարոն Շահրամանյան, ձեր եւ սահմանադրության նախատեսված է մայիսի 21-ից հետո 7-ից 10 օրվա ընթացքում։ Դուք դեռ սանկցիոն չունեք առաջադրվել։ Ես այս բանի որոշում չունեմ։ Դուք եւ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել եք։ Վերջերս։ Ոչ, Իսկ դեր ներկայացուցիչների միջև հանդիպում եղել է եւ օրինակ գրասենյակ տրամադրելու հարցի շուրջ քննարկում եղել է Ռոբերտ Քոչարյանի։ Ոչ, մենք նման հանդիպումներ չենք ունեցել, ես կաշկանդված չեմ որևիցե մեկի հետ հանդիպել, սկզբնական շրջանում, այո, ես տարբեր քաղաքական ուժերի, ներկայացուցիչների, նախագահների հետ հանդիպումներ ունեցել եմ հանդիպումներ եւ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, եւ Ռոբերտ Քոչարյանի հետ, եւ Սերժ Սարգսյանի հետ, եւ ես կաշկանդված չեմ որևիցե մեկի հետ հանդիպել։ Չէ, խնդիրը նրանում է, որ տարածքի հարց է եղել, ինչով դիմել եք, որից մերժում եք ստացել, որ հասարակական կազմակերպությունները գործեն։ Դա կեղծ է։